վերաբերմունքին այս երևույթին։ Ճանաչում եք, գիտեք արդյոք հետևյալ քաղաքական հասարակական գործիչներին, սա շատ հետաքրքիր հարց էր եւ շատ հետաքրքիր պատասխաններ եմ ստացել։ Ճանաչում եմ, գիտեմ, լիդերներն են երկու քաղաքական գործիչները, Նաիրա Զոհրաբյան 91.9%-ը ճանաչում են եւ Վարդան Ղուկասյան դոկ նշել է 90.7%-ը։ Ուզում եք մի րոպե պաուզա տանք, հա, չէ մեր հարգարժան գործընկերները։ Հա, լավ, շարունակենք, եթե մենք առանձին կանադայենք։ Նորից այս հարցի վերադառնանք, երկրորդ էշելոնը, հա, ճանաչվածության առումով, դա 84.5% ցուցանիշով Էդմոն Մարուկյանն է, 82.2% Արտուր Վանեցյանը եւ Արմեն Աշոտյանը 81.2%-ով եւ նրանցից ավելի ցածր ցուցանիշով, բայց բավականին կարծում եմ լավ ճանաչվածություն է իրենց համար։ Արման Թապոյան 63.1%, Անդրանիկ Թևանյան 50.3%, Էդգար Ղազարյան 37.9%, Սուրեն Սուրենյան 36.1%, Գուրգեն Սիմոնյան 30.1% եւ Հայկ Նահապետյան նշել է 28.8%։ Այստեղ պետք է ասեմ, որ այս ցանկը առաջադրվել է մեր կողմից, հա, եթե հարց է ծագեն, թե ինչի այլ գործիչներ կան կամ չկան, այս ցանկը մեր կողմից է, մեր թիմի կողմից է նախանշվել եւ առաջարկվել, որպեսզի հասկանանք որքանով են ճանաչված կամ նվազեն ճանաչված այս գործիչները։ Այս հարցից հետո այն մարդկանց, ովքեր որ ճանաչել են, հա, ասենք մարդ կա, քաղաքացի կա, կարող ճանաչել 3 կամ 4 կամ 5 քաղաքական գործիչ, ում որ ճանաչել են, հա, խնդրել ենք գնահատի, թե ինչպես է վերաբերվում այդ գործիչին։ Իմաստեղ ուշադրություն դարձրեք, հա, կրկնում եմ, առաջատարները Նաիրա Զոհրաբյան եւ Վարդան Ղուկասյան կուսակցությունից եւ Էդմոն Մարուկյան 84%, Արտուր Վանեցյան, Արմեն Աշոտյան 80%-ից ավել։ Եվ որքանով եք հավանություն տալիս հետևյալ քաղաքական հասարակական գործիչներին, գնահատել են այն հարցերին, ովքեր նախորդ հարցում նշել են, որ ճանաչում են ճարտարապետը։ Եվ այսպես դրական դիրույթում ամենաշատը գնահատել է Արման Թաթոյանը իրեն ճանաչողների մեջ, հա, 21.7%, ասել որ լիովին հավանություն է տալի եւ ավելի շուտ հավանություն է տալի 22.5%։ Գուրգեն Սիմոնյան 20.3% եւ 17.3% դրական տիրույթում, Էդգար Ղազարյան 16.2% եւ 20.2% էլի դրական տիրույթում եւ Վարդան Ղուկասյան 16.1% եւ 13.8%։ Այս առումով որ մենք նայում ենք Վարդան Ղուկասյանի ցուցանիշը համեմատելով իր ճանաչվածության հետ, ինքը այդ առումով շատ դրական տիրույթում գնահատական ստացած քաղաքական գործիչը առաջարկվածներից։ Հայկ Նահապետյան 15.6%-ը լիովին հավանություն է տալի եւ 19.8%-ը ավելի շուտ հավանություն է տալի։ Մնացածների ցուցանիշները դուք եւս կարող եք նաեւ ուսումնասիրել, բայց սա կարծում եմ շատ հետաքրքիր ցուցանիշ է նաեւ այս գործիչների համար, որովհետեւ իրենք կտեսնեն եւ իրենց ճանաչվածությունը եւ թե ինչպես են վերաբերվում իրենց որպես քաղաքական գործիչ։ Երկու պարագայում են նրանք կարող են աշխատել իրենց այդ ցուցանիշների վրա եւ ունենալ փոփոխություն, դրական թե բացասական, բաց կլինի հետագա մեր հետազոտություններից։ Մեր արդեն ցավոք սրտի ավանդական դարձած հարցերից ձեր կարծիքով այսօր Հայաստանում կան արդյոք բանտարկյալներ։ 61.3%-ը նշել է, որ այո կան, անցած ցուցանիշը 62%-ն էր։